Զինված ուժերում մահվան դեպք է գրանցվել կրկին։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ օգոստոսի 23-ին զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցանքը կատարած անձը ձերբակալվել է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների ողբերգությունը տեղի է ունեցել վիճաբանության պատճառով։ Ժամկետային զինծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է ծառայեկցին։ Մինչ այս միջադեպը այս տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է մահվան 11 դեպք, որոնցից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մյուս անդամների ուղեկցությամբ ժամանել է ազգային ժողով։ Կառավարությունն այսօր խորհրդանի քննարկմանն ու հաստատմանը կներկայացնի գործադիրի առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը։ Իշխանություն լրատվականի փոխանցմամբ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ներքին գործերի նախարարության ոստիկան Եղվարդի բաժնի օպերլիազոր մայոր Սարգիս Բագրատունյանին։ Ըստ լրատվամիջոցի հրապարակած տվյալների միջադեպի հետևանքով պատռվել է ոստիկանի ծառայողական համազգեստը, իսկ անչով ժամանած շտապօգնության բժիշկների մուտքը շենք տևական ժամանակ արգելվել է։ Դուժողի հարազատները կատարվածը որակում են որպես նախորդ օրը սկսված վեճի համար բարձր մակարդակով իրականացված վրեժխնդրություն, ինչի կապակցությամբ արդեն ահազանգել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այս լուրը հրապարակելուց ժամեր անց քննչական կոմիտեն հերքել է քննիչների կողմից ոստիկանի ծեծի ենթարկվելու լուրերը, պարզաբանելով, որ իրականում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանն ու նրա շուրջ 20 ազգակիցներն են Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ դաժանաբար ծեծել երկու քննիչի։ Դեպքի առիթով խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանն ու նրա երկու ազգականներն արդեն ձերբակալվել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծի ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Նրա խոսքով Ադրբեջանի տարածքում աշխատանքների հիմնական մասը նախատեսվել է ավարտել հաջորդ տարի։ Ալիևը նշել է, որ Հայաստանով անցնող 42 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը կարող է մեկնարկել այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ The Washington Times-ը գրում է, որ Հայաստանի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նոր թափ է հաղորդում Միացյալ Նահանգների աջակցությամբ ընթացող խաղաղության գործընթացին և թրիփի կայացմանը, սակայն պարբերականը հստակ արձանագրում է, որ խաղաղությունը չի կարող ամբողջական լինել առանց 19 հայ գերիների վերադարձի, ինչը կողմերի միջև վստահության ձևավորման անկյունաքարն է։ Այս նպատակով ԱՄՆ-ն հանձնառու է օգտագործել իր ողջ ազդեցությունը պահանջելու գերիների անհապաղ ազատ արձակումը, գործընթացին հաղորդելով ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար առաջնահերթություն։ Мягко говоря, будут направлены на проведение... Մարիա Զախարովան սադրանք և հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է որակել Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ շրջանառվող կեղծ թեզերը։ Ըստ դիվանագետի նմանատիպ ապատեղեկատվության միջոցով փորձ է արվում Հայաստանին պարտադրել արևմտյան տեխնոլոգիաներ, որոնց կիրառումը նա կործանարար է համարում երկրի տնտեսական հեռանկարների համար։ Զախարովան շեշտել է, որ ատոմակայանի գործունեության հնարավոր դադարեցումը ոչ միայն կխարխլի Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը, այլև կհանգեցնի այլ երկրներից կախվածության կտրուկ մեծացմանը։ Ուկրաինան անընդհատ թռչող սարքերով թիրախավորել է Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում և Դաղստանում գտնվող Օզոն ընկերության պահեստներն ու լոգիստիկ կենտրոնները։ ԱԹՍ-ի հարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնում։ Հարձակման է ենթարկվել նաև Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքում գտնվող պահեստը։ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրի վառելիքային ներքին շուկայում ստեղծված բարդ իրավիճակին։ Նա վստահեցրել է, որ կառավարությունը ակտիվորեն լուծում է խնդիրը և իրավիճակը պահում է խիստ վերահսկողության ներքո։ Նախագահը հայտնել է, որ այս հարցի շուրջ մանրամասն քննարկում է ունեցել վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ճգնաժամի հաղթահարման, գների զսպման և շուկայում կայունության վերականգնման նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է հարցի օպերատիվ կարգավորմամբ։ Ռուսական բենզինաթաղանթներում վառելիքի մատակարարման լուրջ խափանումներն ու գների կտրուկ աճը սկսվել է մայիսի վերջին։ Հիմնական պատճառը ուկրաինական զինված ուժերի ու ռուսական նավթավերաշկման խոշոր գործարանների և ենթակառուցվածքների վրա իրականացրած պարբերական հարձակումներն են, ինչը ուղղակիորեն հանգեցրել է արտադրության ծավալների անկմանը։
Շուրջ 4 ամիս տևած աշխատանքներից հետո Արաբական Միացյալ Էմիրություններն ավարտին են հասցրել Աբու Դաբիի վառելիքային պահեստների շուրջ ծավալային մետաղական կառույցների մոնտաժումը։ Այս պաշտպանական ամրությունները նպատակ ունեն ռազմավարական նշանակության օբյեկտները զերծ պահել իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարվածներից։ Թուրքական բեռնատար նավերը շարունակում են Պարենային եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարել իսրայելական Էյլատ եւ Աշդոդ նավահանգիստներ, անտեսելով Անկարայի պաշտոնական կոշտ ռետորաբանությունը։ Մինչ նախագահ Էրդողանը Նեթանյահուին որակում է մարդկության գլխավոր թշնամի եւ սպառնում միջազգային հետախուզմամբ, Թուրքիայից դեպի Իսրայել նավթի եւ սննդամթերքի հոսքը չի ընդհատվել նույնիսկ Գազայի ճգնաժամի եւ տարածաշրջանային սրացումների ամենաթեժ պահերին։ Փաստացի դիվանագիտական թատերականացված ելույթի քողի տակ Անկարան շարունակում է մնալ Իսրայելի տնտեսական կենսունակությունն ապահովող առանցքային օղակներից մեկը, գերադասելով առևտրային շահերը հռչակված գաղափարական սկզբունքներից։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդը որոշել է կերպարանափոխվել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Նա մազերը կարճ է կտրել։